Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Արշակյան, տարբեր գրառումներով Ռուսաստանի նախագահի նկարներով այդպիսի պաստառներ են պատրաստել եւ բողոքի ակցիա են իրականացնում Ռուսաստանի Դաշնության դեսպանության դիմաց, այդպես իրենց բողոքն արտահայտելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի Երևան կատարած այցի։ Ինչու էր պետք այդ բողոքի ակցիան, երբ մենք տեսնում ենք այդ գրառումները մարդասպան ու նմանատիպ այլ գրառումներ։ Ինչու պետք է նման ակցիայով դիմավորենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին։ Ցավալի է։ Դա ցավալի բան է, որովհետև մեր հարաբերությունները, հայ-ռուսական հարաբերությունները, կարելի ասել, որ արդեն այնքան են խաթարված, անհասկանալի են այդ հարաբերությունները, որ ես կուզենայի, որ դրանք սկսվեին ոչ թե փողոցային ակցիաներով, որի կողմնակիցն եմ ես, եթե կա խնդրեմ, հարկավոր է դա լուծել, ուրեմն պետք է միջպետական հարաբերությունների մակարդակում հայ-ռուսական հարաբերությունները կարգավորվեին։ Հիմա նրանք կարգավորված չեն, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում։ Մեր հարաբերությունները մնացել են դեռևս 19-րդ դարում, օրհնված Սահաթի ռեժիմով։ Լավ, այս ակցիան ինչ է տալու։ Ակցիան ինչ է տալու, այսինքն այս ակցիայի նպատակը Ռուսաստանի դեսպանության դիմաց ինչ է տալու։ Ես կարծում եմ, որ պետք է կառավարության շենքի դիմաց լիներ եւ արտաքին գործերի նախարարության դիմաց, որ աշխատեք, մեր հարաբերությունները կարգավորեք Ռուսաստան կարգավորել ասելով ինչ նկատի ունեք։ Վերաձևավորվի, որովհետև Ռուսաստանը հեռացել է Հայաստանից, այդ դա պետք է մենք արձանագրենք, որ Ռուսաստանը լքել է եւ հեռացել է Հայաստանից։ Մենք շարունակում ենք մնալ կախված Ռուսաստանի փեշերից։ Այդ մեր կախվածությունը Ռուսաստանի փեշերից կարգավիճակը վտանգավոր է, այդ բողոքի ակցիաները դրա մասին են։ Ես դրա համար եմ ասում, Ռուսաստանի դեսպանատանը ինչ է կանում, ինչ գործ ունենք մենք նրանց հետ։ Ու ձեր գործընկերներն են այդ ակցիան անում։ Իմ հարազատ գործընկերները։ Ես դրա համար այնտեղ չեմ հիմա։ Ես ի նշան բողոքի ակցիայի, այսինքն ի նշան Սերգեյ Լավրովի Երևան այցի, այդ ուզում եք որ չգա Սերգեյ Լավրովը, այդ ակցիայի նպատակը դա է։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, ես ասում եմ, աղետալի վիճակում են այսօր, որովհետև Ռուսաստանը հեռացել է Հայաստանից եւ դա հայտարարել է։ Օրինակ, Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Ինքն է հանձնել։ Մենք Արցախը հանձնեցինք ըստ պայմանագրի, հանձնեցինք Ռուսաստանին ի պահ, խոստացանք, պարտավորվեցինք, նույնիսկ մեր տարածքում ապահովեցինք նրանց զինվորականների մատակարարման բազաները, պահեստները, որ նրանք ապահովեն Արցախի անվտանգությունը, ու նրանք Արցախը լքեցին։ Արցախը լքելով վերջնականապես մեզ հասկացրեցին, որ իրենք այլևս գործընկեր չեն, այն գործընկերը չեն Հայաստանի Հանրապետության հետ, որ մենք կարծում ենք։ Ես մտածում եմ, որ Լավրովի դեմ բողոքի երկու իմաստ պետք է ունենար։ Առաջինը ընդհանրապես ոչ թե Լավրովի դեմ, դա իրենք գնում գալիս են մեր իշխանություններից, մենք պետք է պահանջենք հարաբերությունները կարգավորեք բոլոր պետությունների հետ, այդ թվում Ռուսաստանի հետ, եւ Լավրովի հետ որպես հայրենակից այդ թեյի գարեջրի, ինքը չգիտեմ ինչ է խմում, մեզանից որևէ մեկը հետը բաժակընկեր է, չէ, ասենք սուրճ խմող, այնտեղ ասեին էս ինչ ես անում, Բլինքենից օրինակ վերցրո։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարը, երբ Իսրայելը հրեաների պետությունը, հրեական պետությունը ճգնաժամի մեջ էր, անձամբ ինքը եկավ ու հայտարարեց, ասեց, ես որպես հրեա ձեր կողքին եմ եւ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար, այնտեղ պետքարտուղար են ասում, ասեց Ամերիկայի Միացյալ Նահանգները ձեր կողքին է։ Պարոն Արշակյան, ես ուզում եմ Լավրովից դա լսել։ Հիմա ուզում եմ հասկանալ, այստեղ այս ակցիայի նպատակը մանավանդ այդ գրառումները, մարդասպան, նկատի ունեն տեղի ունեցածը Լեռնային Ղարաբաղում, թե նկատի ունեն տեղի ունեցածը կամ ունեցողը Ուկրաինայում, որովհետև շատ հաճախ Ուկրաինան շատ ավելի առանցքային կարևոր դեր է խաղում շատ ուժերի համար, քան լիք այլ հարցեր։ Ես կարծում եմ, որ մարդասպանը ավելի ունիվերսալ տերմին է, այսինքն նա կարող է իրենց հայրենիքում, Ռուսաստանի Ֆեդերացիայում են իրենք մարդասպան, մենք գիտենք օրինակ Նավալնին սպանվել է։ Այսինքն որպես ուժայինի ղեկավար
մենք կարող ենք նրան ինչ-որ բան ասել, բայց ես ձեզ ասում եմ, որ լավ կլիներ, որ մենք մերոնց ասեինք ում եք հրավիրում եւ ինչ պայմանով։ Օրակարգը ո՞րն է։ Եկել է ներողություն խնդրելու մեզանից։ Այստեղ գիտեք ամբողջ հարցը ո՞րն է, պարոն Արշակյան, որ հասարակության մոտ կա այսպիսի կարծիք։ Արևմտամետները բողոքի ակցիա են անում Ռուսաստանի դեսպանության մոտ։ Ռուսամետները, այսպես ասած, ակցիաներ են անում Facebook-ում, գրառումներ, հայամետները ի վերջո ուր են։ Հա, երկուսն էլ հայամետ են։ Այլ կերպ նրանք Հայաստանում չէին կարող գոյություն ունենալ։ Այսինքն պիտակը հայամետությունն է, հակառակ դեպքում դուք ով եք։ Ես ընդհանրապես գոհ եմ, որ նրանք կան, եւ արևմտամետները, որոնց ես համակրում եմ, ինքս ինձ արևմտամետ եմ համարում, ես քրիստոնյա եմ, չեմ համարում, ես քրիստոնյա եմ, ես հայ եմ։ Իմ երկիրը եղբայր երկիր է արևմուտքի հետ, ռոմանո-գերմանական, սլավոնական քաղաքակրթության մենք եղբայրն ենք։ Հիմա այս դեպքում հետաքրքիր է, իսկ ռուսամետները ինչ են անում, ոսկե հորդա նկատի ունեն, Ռուսաստանն էլ է, չէ, Եվրոպա, բայց հիմա Ռուսաստանում չէ, մենք եվրազացի ենք, մենք մի քիչ ուրիշ ենք, ասում ենք ուզբեկ խան կար, ուզբեկ խանի երկիրն ենք, այս դրա համար ասում թող լինեն, թող նրանք լինեն, որպեսզի մենք իմանանք, որ սխալ, այսպես ասեմ, ցավալի բան է դա, Ռուսաստանին թերագնահատող ուժերն են ռուսամետները, նրանք ասում են, որ ենթադրում են, որ ռուսները ռուսական պետությունը կթան կովե կարելի է գնալ կթել առանց պարտավորությունների, առանց պատասխան ծառայության։ Ռուսաստանը հիմա օրինակ պատերազմի մեջ է ՆԱՏՕ-ի դեմ եւ Ուկրաինայի դեմ։ Նրանք ովքեր որ կախվում են Ռուսաստանի փեշերից, ուրեմն պետք է իրենց զավակներին ուղարկեն ՆԱՏՕ-ի դեմ կռվելու։ Ես այստեղ եմ ասում, որ եթե դուք Ռուսաստանից ինչ որ բան խնդրում եք, ակնկալում եք, ուզում եք Ռուսաստանից, դուք պատրաստ եք նույնը անել Ռուսաստանի համար։ Այսինքն գնան, ինչպես ասում եք, ՆԱՏՕ-ի դեմ կռվելու, գնան ռուս-ուկրաինական այդ պատերազմին մասնակցեն, այո, բայց եթե դուք ուզում եք, որ ռուսները գան Թուրքիայի դեմ կռվեն մեր համար, իրենց շահերի դեմ, իրենց շահերը պահանջում են, որ բարիդրացիական եղբայրական հարաբերություններ ունենան Թուրքիայի հետ եւ Թուրանի հետ։ Ասենք 25 միլիոն թուրքի հետ Ռուսաստանում 25 միլիոն թուրք է ապրում։ Նրանց դեմ մենք չենք կարող ռուսներին ասենք կռվեք ձեր քաղաքացիների դեմ, քաղաքացիական պատերազմ չենք կարող հրահրել։ Մեր ռուսամետները դա են ասում են ջարդեք ձեր մոտ եղած թուրքերին, արագ սանցեք մեր մոտ եղած թուրքերին էլ ջարդեք։ Ես կարծում եմ, որ դա արհամարական վերաբերմունք է, ճիշտ չեն հասկանում։ Ռուսական պետության շահերը պահանջում են, որ ինքը լավ հարաբերությունների մեջ լինի Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղստանի, ույգուրների, ընդդով կայել, յակուտների, դրանց բոլորի հետ պետք է ինքը լավ հարաբերությունների մեջ լինի, որովհետև իր շահերը դա են պահանջում։ Մեր շահերը չեն համընկնում այսօր Ռուսաստանի շահերի հետ։ Դրա համար մենք պետք է չկախվենք նրա վզից կամ փեշերից կամ թևերից։ Պարոն Արշակյան, տեսեք, այստեղ հետաքրքիր որն է, ես այսօր մի քաղաքագետի գրառում կարդացի, որ այս ակցիայի հետ կապված Ռուսաստանի դեսպանության դիմաց, ասում էր, այդ դեպքում ինչու ակցիաներ չեն լինում Միացյալ Նահանգների դեսպանության դիմաց, երբ նկատվում է ռուս-ամերիկյան հարաբերությունների, այսպես ասած, ջերմացում, մտերմացում ի հաշիվ Ուկրաինայի, կամ ինչու չի լինում բողոքի ակցիա Ֆրանսիայի դեսպանության դիմաց, երբ Մակրոն-Ալիև ջերմ շփումն ենք տեսնում, կամ Ֆրանսիան հսկայական ներդրումներ է անում Ադրբեջանում։ Դե դրանց երկխոսության մեջ չեմ ուզում մտնել, իմ ծրագիրը դուք երևի արդեն կարողացա, չէ՞։ Ես մի քիչ հուզված եմ։ Հանրայինում ելույթ ունենալը հասարակող կապով, տեսնում եք վիճակով։ Ես չեմ ուզում այնտեղ մտնել, ես ուզում եմ, որ մենք օրակարգ մտնենք, օրակարգը հետևյալն է՝ վերաձևավորել հայ-ռուսական հարաբերությունները, արդիականացնել։ Այսինքն մեր շահերը պահանջում են, որ մենք լավ հարաբերությունների մեջ լինենք գերտերությունների հետ։ Միավորված ազգերի կազմակերպության վճռական ձայնի իրավունք ունեցող
պետությունների Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա եւ Միացյալ Նահանգներ նրանց հետ պետք չի կռվել։ Դրա համար դեսպանին էլ այս աշնանել նրա հետ արտաքին գործերի նախարարին հանգիստ թողեք, մեր արտաքին գործերի նախարարին շրջափակեք, պատվիրեք, որ արժանապատիվ քաղաքականություն վարեն, Ռուսաստան հետ մեր հարաբերությունները կարգավորեն, թողնենք, թող Ռուսաստանը կռվի ՆԱՏՕ-ի դեմ, եթե մենք համարում ենք դաշնակիցը, եթե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, պետք է գա ապահովի մեր անվտանգությունը Արցախում, ներողություն վերջացնեմ այս միտքս, պաթետիկ թող ստացվի էլի։ Ուրեմն, եթե մենք հրավիրում ենք Արցախը պաշտպանը, մենք էլ պետք է գնանք Կուրսկը պաշտպանենք, Բելգորոդը պետք է գնանք պաշտպանենք։ Ես չեմ ուզում դա անել։ Իմ պապը արել զոհվել է։ Մերոնք բոլորը գնացել կռվել են Ռուսաստանի Կուրսկի ու Ստալինգրադի համար։ Ես ասում եմ, հիմա մեզ դա պետք չի։ Դրա համար ասում եմ, ոչ էլ իրենք պետք է գան մեր համար կռվեն։ Մենք պետք է նոր դաշնակիցներ ունենանք, նոր քաղաքական համակարգ ձևավորենք անվտանգության եւ ինքներս լավ զինված լինենք։ Տեսեք, դուք ասում եք կարգավորել, բայց միևնույն ժամանակ ասում եք, որ Ռուսաստանը հանձնեց Լեռնային Ղարաբաղը եւ Ռուսաստանը հեռացավ Հայաստանից։ Այսինքն, եթե Ռուսաստանը հանձնեց Լեռնային Ղարաբաղը, եթե մենք այստեղ էս ենք նշում, էս ենք ֆիքսում, ինչ ասել է կարգավորել, որովհետեւ ես տարբեր հարցազրույցների ընթացքում լսում եմ մեկնաբանություններ, որ Ռուսաստանը սա արեց, իր գործընկերային պարտավորությունները չիրականացրեց։ Եթե Ռուսաստանն է դա արել, արդյոք Ռուսաստանը չպետք է նաեւ կարգավորի այդ հարաբերությունները։ Մեր հետ պետք է կարգավորի մեր հարաբերությունները, բայց այստեղ գիտեք ինչ, Մուհամեդը Սարի մոտ, թե Սարը Մուհամեդի մոտ, որն է սկիզբը, մենք ենք շահագրգռված մեր անվտանգությունը ապահովելու համար։ Ռուսաստանը իր գլխի ճարը կտեսնի, իր Բելգրադի տեր կկանգնի, մենք պետք է Շուշիին տեր կանգնենք, Ղարսին տեր կանգնենք, մենք խնդիր ունենք մեր անվտանգությունը ապահովելու։ Եվ ես մի բան էլ ասեմ, ռուսները հույս են դնում մեր վրա, ասում են ձեր Բաղրամյանը, բան, եկեք ձեր Բերլինը նորից գրավենք եւ այլն։ Ես ուզում եմ ազնիվ լինենք ռուսներից, ասենք, որ մենք չենք գալու ձեր հետ Բերլին, այլևս Ստալինգրադում ձեր համար չենք կռվելու։ Իսկ գործընկերային հարաբերությունները, դաշնակցային ինչ եք ուզում, ինչ ենք դրանով պատկերացնում, երբ ասում եք այդ գործընկերային հարաբերությունները նորից, այսպես ասած, հույսը դնել Ռուսաստանի վրա, թե ինչպես նաեւ ասում եք, նոր գործընկերներ փնտրել։ Նոր գործընկերներ չի նշանակում գնալ Ֆիլիպիններին ասել կամ Հնդկաստան ասենք, եկեք մեր համար կռվեք։ Ռուսները չեն ուզում մեր համար այլևս կռվեն, չէ։ Մի հատ գնահատենք, տեսնենք մենք ինչ վիճակում ենք, ով է ուզում մեզ աջակցել, ով է ուզում այստեղ ունենալ իր դաշնակիցը այս տարածաշրջանում, ովքեր են, դրան ասում են ինվենտարիզացիա քաղաքական կամ աշխարհաքաղաքական ինվենտարիզացիա անենք։ Դրա համար եմ ասում, նրանց արտաքին գործերի նախարարին հանգիստ թողեց, մերի փեշերից կախվեք։ Ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված անդրադառնանք, պարոն Արշակյան։ Տեսեք, երեք տեղի ունեցավ Պուտին-Թրամփ մոտ 2 ժամ տևող 2 ժամ 5 րոպե տևած հեռախոսազրույցը, որից հետո կարծես թե երկու կողմերն էլ դրական գնահատեցին եւ ասացին, որ հնարավոր է կարգավորել խնդիրը։ Ինչ եք կարծում, մոտ է ուկրաինական խնդրի կարգավորման ժամանակը։ Ժամանակը կգա, բայց այդ ուղղությամբ քայլ արվեց, չէ՞, տեսեք, ես չեմ կարող մոտն ու հեռուն ասել, ակնհայտորեն քայլեր արվեցին այդ ուղղությամբ, այդ կոչվում է Մինսկ 3։ Մինսկ 3 են հիմա դրա անուն դնում, կարելի էր ուրիշ բաներ էլ ասել, Մոլոտով-Ռիբենտրոպ կամ չգիտեմ ինչ, բայց Մինսկ 3 նրանք արդեն 2 հանդիպում ունեցել են Մինսկյան։ Հիմա սա երրորդն է։ Ես կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ սկսվեց երկխոսությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանաձևը այնպես բան չէր, շատ միամիտ չէր։ Ասեց լավ տարբերակով հաշտվեք, թե չէ վատ տարբերակ էլ մենք ունենք մեր գրպանում կամ մեր թևի տակ։ Զապազուխայի։ Դա սպառնալիք էր Կիևի թե Մոսկվային։ Երկուստեք։ Հյուծման առումով երկուսին էր։ Երկուսին, այսինքն դուք արյուն եք թափելու, բայց կարգ ու կանոնի առումով նրանք այլընտրանքը Եվրոմիության տարբերակն է, որը Ռուսաստանի համար խիստ աննպաստ տարբերակ է։ 1991 թվականի սահմաններից սկսում ենք խոսակցությունը։ Եվրոպական տարբերակը դա է, սահմաններն անձեռնմխելի են։ Եթե կան խնդիրներ մարդու իրավունքների հետ կապված,
Բայց ամերիկյան տարբերակը դա է, որովհետև այնտեղ կան ասում են այն տարածքները ինչ վերցրել եք արդեն այդ տարածքներով։ Անք այդպես չեն ասում։ Նու ամեն դեպքում խոսանք։ Այս ստոպ տալ այդ տարածքները արդեն պայմանը հետեւյալն է։ Հիմա կանգնեցնենք ու բանակցենք ամերիկյան տարբերակը դա է։ Ամերիկացիները հակառակ դեպքում պետք է հեռանան Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքից։ Բայց տեսեք Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ հրադադարի հաստատումն Ուկրաինայի հետ հնարավոր է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո Մոսկվան եւ Կիևը պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Մինսկ 1, Մինսկ 2 բանակցությունները սահմանների անձեռնմխելիության մասին են մարդու իրավունքները։ Ռուսաստանի նախնական պայմանը եղել է հարգել ռուսական աշխարհի շահերը։ Սահմաններն անձեռնմխել են, իսկ Ղրիմը վարձով է տրված։ Այդ դա է եղել։ Ելակետը նրանց դա է եղել։ Հետագայում արդեն ասացին, դե եթե դուք մեր պայմանների հետ համաձայն չենք, ուրեմն մենք ուժի կդիմենք, խախտելով մեր գրած կանոնադրությունը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կգնա Տրամպի պայմաններին, որ դրանք ավելի մեղմ են։ Իսկ Եվրոմիության պայմանները, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը շատ ավելի աննպաստ է Ռուսաստանի համար։ Ռուսաստանը ստիպված պետք է արագ խաղաղություն հաստատի ու ընթരാճ գնա Տրամպի ծրագրերին, որոնք չեն ենթադրում անեքսիա եւ կապիտուլյացիա։ Պարոն Արշակյան, վերադառնանք մեր երկրի խնդիրներին, խոսեցինք հայ-ռուսական հարաբերությունների մասին, բայց այսպեսի մի հարց էլ երեք հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս էր հրավիրել մի քանի լրատվամիջոցների հարցերին պատասխանեց եւ այնտեղ կային, այսպես ասած, մեղադրանքներ նաեւ Սերժ Սարգսյանին ուղղված, որ 2018-ին իրավիճակը երկրում լարվեց, հեղափոխություն եղավ այն պարզ պատճառով, որ եղավ էլեկտրիկ Երևան, ՊՊՑ գնդի գրավում, քաղաքական եւ տնտեսական մոնոպոլիաների չափազանց մեծ հակում, երրորդ նախագահը ընտրվեց վարչապետ, չնայած խոստմանը, որ այլևս չի զբաղեցնելու որևէ պաշտոն, դա էլ պայթեցրեց իրավիճակը եւ արդյոք 150 հազարանոց հանրապետականը կամ ԱԱԾ-ն այդ իրավիճակի մասին Սերժ Սարգսյանին տեղյակ չէին պահում։ Այս հայտարարությունները ինչի տեղիք են, այսինքն ինչ եզրակացություն են կանում այս հայտարարությունները լսելուց, արդյոք Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները լարված են։ Դե ակնհայտորեն լարված են, ինքը դրա մասին ուղղակի ասաց, որ մեր հարաբերությունները լավ չեն, մենք իրար արժանի գործընկերներ ենք։ Երկուսն էլ իրար արժանի են իմ կարծիքով, բայց ես կուզենայի գոնե մի րոպե գոնե ունենանք երևույթը այդ հայտարարությունների հանդեսի երևույթը իմ գնահատականը հետևյալն է։ Ռոբերտ Քոչարյանը այլևս ոչինչ չունի ստանալու, ինքը ինչ որ երազել է պատանեկության կոմսոմոլ պարտիական տարիներից, դա ունի հարստությունը ունի ինքը։ Հիմա այս հայտարարության նպատակը ես կարծում եմ, որ մի բան էր ապահովել անվտանգությունը ձեռք բերածի։ Տեսեք ինչ եմ ասում, ձեռք բերածը ինչ որ իր ընտանիքը ունի, դրա անվտանգությունը ուզում է։ Բայց նաև հայտարարեց, որ պատրաստ է նորից ստանձնել երկրի շարունակեմ։ Իրականում նա հոգնած է, բարոյապես եւ ֆիզիկապես մաշվել է, բայց մտահոգված է իր ունեցվածքը պահպանելով։ Իմունիտետի խնդիր ունի։ Անձնական իմունիտետ իր անվտանգությունը քրեական գործերից պաշտպանված լինելու համար ինքը պետք է քաղաքական երևույթ լինի։ Քրեականությունից ուզում է դուրս գալ, մտնել քաղաքականություն։ Այդ քաղաքական հայտը եւ ընտրությունների հետ արտահերթ ընտրությունները չբացառեց ընդ որում Ռոբերտ Քոչարյանը։ Հայտարարությունը ես քաղաքական գործիչ եմ, ես վերադառնում եմ քաղաքականություն։ Իմ նկատմամբ արված բոլոր գործողությունները պետության, իշխանության քաղաքական գործչի նկատմամբ են։ Այսինքն ես դառնում եմ քաղաքական հալածյալ։ Իսկ կարծում եք Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ չէ, որ ասում եք վերադարձել է, որովհետև մենք ինչ հիշում ենք, բարբերաբար Քոչարյանը եկավ, Քոչարյանը հայտարարեց, Քոչարյանը քրեական գործերում բանտում հայտնվեց, պերեդաչի ստացավ, տակ գուլպաներ տվեցին, չընդունեց, հա։ Շաքարի մեջ բան էին պահել։ Դա ավելի հետաքրքիր էր իմիջիալոց իրեն սազում էր այն տարբերակը։ Հիմա ինքը ուզում է փոխել օրակարգը, ուզում է դառնալ արդեն քաղաքական գործոն եւ իր ունեցվածքը ապահովի քաղաքական գործոնով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Եվ շեշտեմ իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։